Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 1-9-1 TV YouTube-յան ալիքում ու ինչպես տեսնում եք, այսօր մեզ հյուրընկալել է մեր շատ լավ ընկեր Վրաստանի Թիֆլիսա վիրահայ հասարակական գործիչ եւ Վրաստանի հայ համայն կազմակերպության նախկին նախագահ Արտուր Միրզոյանը։ Ողջույն Արտուր ջան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ Հավելյանը։ Ձեզ շնորհակալություն։ Ու այսօր մենք կրկին առանձնացրել ենք մի քանի աշխատություն, որոնց շուրջ փորձելու ենք զրուցել, հասկանալ պատճառները։ Այդ աշխատություններն են, ինչպես միշտ, այսպես ասած, մեկ գեղարվեստական դա լինելու է Կոստանդզարյանի նավը լեռան վրա աշխատությունը եւ եւս երկու ավելի փաստավավերագրական աշխատություններ, որոնք վերաբերվելու են Հայաստանի առաջին հանրապետությանը 18-20 թվականների եւ մասնավորապես Արամ Մանուկյանի դերին առաջին հանրապետության կայացման մասում։ Ինձ թվում է մենք երևի բայց մինչ այդ հաշվի առնելով, որ մի քանի օր առաջ ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցներ, ես կուզեմ Արտուր ջան, մինչ առաջին հանրապետության մասին եւ դրանում Արամ Մանուկյանի դերի մասին խոսելը սկսելուց ներկայացնես նաև Արամ Մանուկյանի գործունեությունը հենց 1915 թվականին, որովհետև բոլորին էլ հայտնի է, որ ինքը մեծ դեր է ունեցել նաև Վանի ինքնապաշտպանության մարտերում։ Այո, դե բոլորս տեղյակ ենք, որ Վանի ինքնապաշտպանության ժամանակ Արամ Մանուկյանի շնորհիվ իր այս խիզախության եւ մարդկանց կազմակերպելու հնարավորության շնորհիվ մենք կարողացավ հայը այդտեղ, այսինքն փրկվել եւ իր շնորհիվ փրկվեց մոտ 200,000 հայ եւ դա իրոք իր այս դերը Վանի ինքնապաշտպանության մեջ բավականին շատ լուրջ էր եւ ցավոք սրտի պետք է նաեւ ընդհանուր նշենք, ես ինչքանով հետեւում եմ ու տեսնում եմ, որ Արամ Մանուկյանի դերը այսօրացությամբ հայ ժողովրդի մեջ, երիտասարդության մեջ այդքան էլ միգուցե ծանոթ չի։ Լուսաբանված չի, հա, իրականացված։ Այո, որովհետև երբ հետևում ես, միգուցե դա դեռ սովետական միության ժամանակներից է գալիս, տաբու էր դրած նման մարդկանց վրա եւ ոնց որ թե երիտասարդությունը այդքան տեղյակ չի ինչ դեր ունի կատարած Արամ Մանուկյանը իր շատ կարճ կյանքի ընթացքում, որովհետև գիտենք, որ ինքը մահացել եւ այս ցեղասպանության ընթացքում ինչքանով ենք կարողացել կազմակերպել Արևմտյան Հայաստանում ժողովրդին, որ այսօր դրությամբ ավելի ու ավելի շատ նոկալի եւ ավելի ու ավելի շատ կորուստներ մենք ունենայինք ցեղասպանության ընթացքում։ Այս մասով գիտես ինչն է հետաքրքիր, մենք նախկինում էլ ենք այս թեմայով շատ զրուցել, որ այն հիմա ինչա օրինակ քարոզվում, հա, այսինքն խաղաղասիրության այդ անվան տակ մեզ պացիֆիզմ են հրամցնում, այսինքն ինչքան էլ ձեր հանդեպ հարևանը ուզեք թշնամին հակառակորդը ագրեսիվ են դրսևորում, ոչ դուք փորձեք այդ խաղաղություն, բայց այդ խաղաղության տակ մենք հասկանում ենք, որ պացիֆիզմ է, ու կոնկրետ Վանի ինքնապաշտպանությունն էլ հենց ցույց տվեց, որ ընդհանուր ամբողջ 15 թվականի իրադարձություններ հայ ցույց են տալիս, որ այդ հայկական պացիֆիզմը ինքը որևէ տեղ չէր տանում։ Այսինքն նույն Թուրքիայի կողմից ցեղասպանությունը իրագործելուց որևէ sense զտում կամ ֆիլտրացիա չի եղել, որ այ այսինչ շրջանում կամ այսինչ քաղաքում հայերը ավելի խաղաղասեր են, հնազանդ են, եկեք իրենց չկոտորենք կամ չտեղահանենք, իսկ այս մի ուրիշ տեղ ընդհակառակը ավելի ագրեսիվ են, եկեք նրանց դեմ չգիտեմ զորք հարկենք։ Զորք ամեն տեղ էլ գնացել է, բայց այն վայրերում, որտեղ դիմադրություն է եղել, նախ առնվազն այդ մարդիկ փորձել են ներեք ինչ որ պայքար ցույց տալ, հա, դիմադրություն ցույց տալ, եւ շատ դեպքերում, այս մասնավորապես Վանի դեպքում էլ մենք գիտենք, որ դա հաջողել է, այսինքն ռեալ արդյունք ենք տեսել, որ որոշակի քանակ ոնց նշեցիք, մոտ 200,000 մարդ կարողացել է խուսափի այդ ոչիրից ինչ տեղի ունեցել բազմաթիվ շատ եւ շատ այլ հայկական նահանգներում։ Այո, միանշանակ պատմությունն է դա փաստում, որ այնտեղ, որտեղ որ մենք միավորվել ենք, միասնական ուժով հասկացել ենք, որ պետք է փրկվենք, պետք է պայքարենք, հակառակ դեպքում մեզ ուղղակի մորթելու են, այդ շրջաններում մենք փրկվել ենք։ Եվ դա փաստ է, այսինքն առանց պայքարի քեզ ու մեկը մորթելու են։
Եվ եթե դու պայքարում ես, դու ունես շանս նրա, որ դու կփրկվես։ Եվ Վանի ինքնապաշտպանությունը դրա վառ օրինակն է, որ այսինքն մենք կարողացանք այդտեղ փրկվենք եւ Արամ Մանուկյանի ջանքերով այդ կազմակերպվածության շնորհիվ մենք կարողացանք այդտեղ փրկվել։ Եվ այսօր էլ երբ որ մեզ քարոզում են, որ մենք պետք է հնազանդվենք որոշ հարցերում, մոռանանք որոշ բաները, զիջենք որոշ հարցերում, ախր երկար ժամանակ չի անցել, անցել ընդամենը 100 տարուց մի քիչ ավել, եւ մենք ոնց որ թե փորձում են մեզ տանեն դեպի նրան, որ մենք այդ ամենը մոռանանք, դասերը, որոնք խաղեցին որոշ մեր սերունդները, այս ամենից այս դասերը մենք մոռանանք եւ նորից գնանք դեպի ոչնչացման ուղի եւ ոնց որ թե ենթարկվենք այս ամենին։ Ասեմ ավելին, ոչ միայն 100 տարվա դասերը, այլ ընդհանրապես մի քանի տարի առաջվա դասերը կամ օրեր առաջ այդ Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման թեման էլ ընդհանրապես փորձում են իշխանությունը օրակարգ չբերել, կրկին էլի այս հնազանդության ու պացիֆիզմի այսպես սկզբունքով, իհարկե էլի դա փաթեթավորվում է որպես բարի դրացիություն կամ խաղաղություն, հարևանները դա հարաբերություններ, բայց մենք հասկանում ենք ու այստեղ ես կուզեմ առաքել մենք գանք Կոստան Զարյանին, այսպես ասած դու որպես այդ ոլորտի մասնագետ, թե ինչու մենք չպետքա օրինակ դա մոռանանք կամ ինչու անգամ Ստեփանակերտում ոչնչացված մեկ հայկական եկեղեցին պետքա օրակարգում լինի։ Ես մի քիչ մի փոքր ավելի հեռվից գամ, համաձայնվելով որոշակիորեն ձեր հետ, իրականում շակերտավոր այլընտրանք կա ձեր ասածին չպայքարելու, որովհետև էլի կային որոշակի հայկական գյուղեր, որոնք որ մահմեդականությունը ընդունեցին, դարձան թուրք, ու իրանք մեխանիկորեն փրկվեցին սման։ Հիմա էլ առաջադրվում այդպես այլընտրանք, մոտավորապես առաջադրվում է, ասում է, հա, բայց ինչ խնդիր է, դու կարաս մոռանաս քո ինքնությունը ու հանգիստ ապրես, որն է խնդիրը։ Բայց դա ուրիշ հարց է առաջանում, ասում եմ, եթե ես մոռանամ իմ ինքնությունը, էլ ինչ իմաստ ունի ստեղ ապրելը։ Աշխարհում ցանկացած երկիր կա, ես կգնամ այդ երկրում կապրեմ, որտեղ տնտեսական ու սոցիալական վիճակները ավելի լավ են։ Բանանեմ, իմ ինքնությունը մոռանամ, եթե ինքնությունը, պատմությունը, հիմա վերադառնանք նավը լեռան վրա, ինքը սիմվոլիկ վեպ է, ճիշտ է, հիմա մի հատ ինքնով խոստովանություն անեմ, որ որպես տեքստ այդքան դուրս չի եկել որպես գրական ստեղծագործություն, բայց որպես գաղափար ինքը հայրում գաղափար է, որովհետև այդտեղ նշվում է, թե որն է հայի առաքելությունը ու համեմատական անելով Նոյի լեռան վրա ազգի ջրհեղեղից հետո ազգի վերածնունդը։ Հիմա ցեղասպանությունից հետո մենք ոնց կարողացանք վերականգնվել։ Ով է հայը, հայի ինքնությունը ու հայը արդյոք պետքա բարձր գաղափարներ ունենա, թե ինքը պետքա ուղղակի հարմարվի օրվա այդ քամիներին ու որտեղ չի քամին ինքը դրանով գնա։ Հիմա սա է ինքը այդտեղ կուզեմ ասեմ, որ դու պատկերացրեք ցեղասպանությունից հետո 1.5 միլիոն կորցրած համաճարակներ, երկրորդ համաշխարհային մաշված երկրներից որբեր գաղթականներ, ինչ այդ ամեն դժբախտությունը մարդիկ իրենց մեջ ուժ գտան, հանրապետություն ստեղծեցին, հիմա տարբեր սխալներով, անփորձությամբ, ամեն ինչով ու կարողացան, ինչ ասեմ, որոշակիորեն պահել այդ հանրապետությունը։ Ու ժողովուրդ ջան, դրանից հետո էլ էս մեր հիմա այս հանրապետությունը ինքը շարունակությունն է նախորդ, եթե այդ չլիներ, մի հատ այսպիսի հետաքրքիր բան դիտարկում անեմ, որ ավելի հետո կմոտենանք քո մասնագիտական բանին, որ սովետական միությունը որ ստեղծվում էր, իրենք Անդրկովկասի հանրապետությունները փորձում էին չեզոքացնեին, դրա տեղը մեկ ֆեդերացիա։ Չէ, դրա տեղը ստեղծեին Չեչնիա, Դաղստան եւ Ինգուշետիա հանրապետությունները, որտեղ բնակչությունը նույնն էր, եթե չեչենները, ինգուշները եւ դաղստանցիները, դաղերը նույն քանակի բնակչության առումով։ Այսինքն ինչ տարբերություն։ Բայց տեսան, իրանք էլ տեսան, համոզվեցին, որ այդ պայքարի ոգին այդ երեք հանրապետությունները ստեղծեցին։ Այսինքն հիմա հրաշք կարող է տեղի ունեցալ այդ պահին, կարող հակառակը լինել։ Մենք այսօր լինենք ինչ-որ մի հատ մարզ, բանը, մյուս երեք Չեչնիան առանձին հանրապետություն ու ստեղով ինչ կարամ ասեմ։
մենք շատ հետաքրքիր ճակատագրական նմանություն ունենք վրացիների հետ, բայց զարմանալիորեն մենք մեր վրա ենք փորձարկումները սովորում, իսկ իրանք քաղաքականապես ավելի հասուն են։ Քաղաքականապես շատ ավելի հասուն են ու իրենք այդ իրենց հասունությամբ իրենք կարողանում են հենց իրենց ազգային գաղափարները առաջ տանել։ Իրենք էլ այնպես չի որ կորուստներ չեն ունենում, բայց իրենք կարողանում են այդ առանցքը պահելով առաջ գնալ։ Ու մեկ էլ շատ կարևոր թեմա կուզեմ խոսել, էլ թվում չեմ անի, որովհետև դա այն մասնագետներին, թե արդյոք ուրանալով հնարավոր է ինչ-որ բան պահել, ինչ-որ քո ինքնասիրությունը ոչնչացնելով, քո պատմությունը ուրանալով հնարավոր է ավելի լավ վիճակում հայտնվել, քան թե այսօր կանք։ Եթե զուգահեռ ենք հասկացում Վրաստանի հետ, Վրաստանը ինքը ոչ բանա ռուսների հետ բանա Աբխազիայի Օսետիայի կոնֆլիկտը ուրացել, ոչ Թուրքիայի հետ հակամարտությունները ուրացել, բայց ինքը կարողացել է այդ երկու երկրների հետ ինքը նորմալ շփում ունենա, արդեն հիմա դուք կմանրամասն ասեք, թե ոնց է ստացվել այդ մարդկանց մոտ ու ոնց մեր մոտ չի ստացվել այդ ամեն ինչը։ Ես կներես Արուջան, ես քո այդ առաջին մասով ինչով եմ համաձայն, որ այ սովետական միությունը կառուցվում էր, այսինքն իրանք այդ 15 պետություններ, ուսուցում 12, հետո 15, արդեն գոյություն ունեցող հանրապետությունների հիմքի վրա եղան։ Ու եթե այո, եթե առաջին հանրապետությունը չլիներ, ապա տեսական այսօր Հայաստանը կարող է լինել, ոնց որ ասենք այդ Ռուսաստանի մարզերից կամ հա օկրուգներից կամ հանրապետություններից մեկը։ Ու այս մասով հա այլի վերադառնանք Արտուրեն մեր այսպես հիմնական թեմային, թե ոնց այդ առաջին հանրապետությունը կայացավ, այսինքն ցեղասպանությունից 3 տարի հետո գաղթականներ, այդքան զոհեր, պետք է արդեն չենք որ տղամարդիկ, այսպես ասած, հա, այդ 18-ից 60 տարեկան կամ ավելի մեծ շուրթակի տղամարդկանց մեծամասամբ ոչնչացրել էին, սպանել էին, ցեղասպանության էին ենթարկել, ու այս պայմաններում հայտնվում են մարդիկ, ովքեր կարողանում են պետություն կառուցել։ Հայտնվում են մարդիկ Արամ Մանուկյանի, այսինքն օրինակով էլի ասենք, եւ Արամ Մանուկյանը երբ որ թուրքը որ հարձակվեց, արդեն Սարդարապատ գյուղը որ գրավեց, ինչքան գիտենք Արամ Մանուկյանը ժողովրդին դիմեց եւ ասեց որ այսինքն եթե մենք հիմա չհամախմբվենք եւ չտանք պայքար, ապա ուղղակի ոչնչանալու ենք։ Միգուցե այդ տարբերակը, որը նշվեց, մենք ընդունենք իրենց բոլոր առաջարկները, պայմանները, հա, մեզ այս պահին օրինակի համար որոշ մարդկանց որոշ հատվածը չմորթեին, զուտ մենք մտածենք նրա մասին, որ մենք կփրկենք մեր ընտանիքը, մեր երեխաների, այսինքն չեն մորթի մեր աչքի առաջ, մեր կանանց, եթե ինչ չեն անի, չեն սպանի, չեն բռնաբարի, մեզ էլ այսինքն տղամարդիկ են ընդ այսին գլուխները կախ չեն լինի եւ վերջում չեն մորթվի, միգուցե այսինքն որոշ տարիներ կամ ինչ-որ ժամանակ մենք ապրենք, մնանք, փրկվենք, բայց ինչքանով է դա կյանք եւ ինչքանով է նման կյանք, ինչքանով ունի գին, երբ որ դու արժանապատվություն ունես եւ դու ոչնչություն ես փաստացի եւ Փառք Աստծո, որ մեր ժողովուրդը այն ժամանակ լսեց հենց Արամ Մանուկյանի այդ ելույթին համապատասխան շարժվեց եւ համախմբվեց եւ այդտեղ չկար արդեն տարբերություն նա հարուստ է, նա մշակ է, նա ինտելիգենտ է, մտավորական է, ինչ բոլորը հասկացան, որ այսինքն իրենք ունեն գոյաբանական սպառնալիք, այսինքն կամ փրկվում ենք ազգովի, կամ ուղղակի մենք ոչնչանում ենք, դառնում ենք կամ վիլայետ, լավագույն դեպքում մուսուլման եւ այլն եւ այսինքն ոչնչանում ենք։ Եվ մեր ամբողջ այս պատմությունը մեր ցույց է տվել, որ մենք քրիստոնեության համար պայքար ենք տարել շարունակ եւ քրիստոնեությունը մեզ հասցրել նաեւ նրան, որ մենք մնացել ենք հայ։ Եվ այդ ամենը հասկանալով մենք կարողացանք փրկել մեր ապագան, մեր ազգի այն մի հատված, այն փոքր հատվածը, եւ այսօր դրությամբ ունենք այն, ինչ ունենք, եւ դրա հիմքի վրա, որ մենք տարանք հերոսական պատերազմ պայքար Սարդարապատում, Հարաքելիցայում, Բաշապարանում։ Sense շատ զգալի հարց եմ ուզում տալ։ Հիմա դու կարևոր Վրաստան ես ասում, որպես հայր, այսինքն մարդիկ ինչ կարող ենք անել, որ պարտանան
Եվ ոչ միայն Վրաստան, որ մարդը հայ է, որովհետև այդտեղ մենք տեսնում ենք, որ մարդիկ հրաժարվում են իրենց հայ լինելուց, բայց դա ուղիղ կապված է Հայաստան պետության թուլության հետ, երբ որ պետությունը թուլանում է, ինքը որպես ինքնասիրություն արժանապատվություն փոխում է, դրսում ապրողները իրանք մեխանիկորեն մենք հրաժարվում են այդ հայությունից, իրենց համար արդեն պատվաբեր չի։ Երբ որ արդեն հաղթանակներ են տանում, ինքը արդեն Ուզում ես քեզ մաս կազմես այդ հաղթական պետության։ Հայը 90-ականների տարբեր երկրներում, լինի Ռուսաստան, լինի Վրաստան, լինի աշխարհում ցանկացած երկր։ Ինքը լրի ուրիշ հայ էր, որ մարդիկ իսկականից ցանկանում էին հայ լինել։ Հիմա քո հայը լրի ուրիշ հայ է, ինքը շատ դեպքերում համաչում է հայ ասելուց, հիմա շատ բանա, որ այս գայուն բանը ես ուզում եմ որ բողի վրա դու ներկայացնես այդ բան, ինչ է հնարավոր անել, որ այդ մարդիկ չհամաչեն իրենց հայ լինելուց, ասենց ասեմ։ Կներես շատ հետաքրքիր եւ ճիշտ նկատողություն։ Ես գիտեք Վրաստանը մի փոքր տարբերվում է։ Ես նախ ասեմ, որ առաջինը եւ երևի ամենակարևորը նա է, որ Հայաստանը ինչքանով է բզով։ Եվ միգուցե օրինակ բերենք Իսրայելին, հա, իհարկե։ Այո, երբ որ պետությունը հզոր է, քո պատմական հայրենիքը հզոր է, դու ուզած ուզում ես կապ ունենաս այդ երկրի հետ։ Դու, այսինքն, հպարտանում ես արդեն դրանով։ Երբ որ մենք ունեինք երկու պետություն, կար Արցախը, անկախ Արցախը, դա մեծ ուժ էր ներշնչում այն մարդկանց, ովքեր որ այս ամենը գիտակցում են եւ իրենց ուսերի վրա դեր էին վերցնում պայքարելու եւ ինչ որ հայկական հարցերը առաջ մղելու համար, դա մեզ ուժ էր տալի, որովհետեւ դու բարձր ես, դու հասկանում ես, որ դու ունես Արցախ, դու հաղթանակած պետության մաս ես, ազգի մաս ես եւ այնպիսի հաղթական, որ այսինքն դու հասկանում ես, որ այն ժամանակ դու կռվել ես եւ քեզնից մի քանի անգամ ավել ռեսուրսներով մարդկանցով եւ մարդկանցով ժողովրդի հետ եւ դու հասել ես եւ դա շատ մեծ ոգի է տալի անձամբ ինձ եւ լիքը մարդկանց բայց Վրաստանում կան նաեւ այլ նյուանսներ որովհետեւ չգիտեմ ոնց որ Վրաստանը այդքան սփյուռք համարելը դժվար է որովհետեւ դա սփյուռք չի պատասի այդտեղ հայերը միշտ ապրել են ցեղասպանության հետևանքով ձևավորված դարեր շարունակ, այսինքն մեր պատմությունները միշտ կապված են իրար հետ, այդտեղ հայերը միշտ բնակվել են։ Այդտեղ թագավորական կապեր ա եղել, այդտեղ ժողովրդի մեջ միշտ կապեր ա եղել։ Եվ նրանից բացի որ Հայաստանը պետք է ուժեղ լինի, իհարկե ուժեղ լինի եւ ինչ որ ռազմավարական տեսլականներ ունենա Վրաստանի նկատմամբ, որովհետեւ այս տարածաշրջանում Վրաստանը մեզ Հայաստանի համար եւ հայ ժողովրդի համար կարևորագույն երկիրն է։ Բացառից որ երկու քրիստոնյա ազգեր են։ Այո, դրանից բացի այսինքն միակ եղբայրական ազգեր են եւ մեր մեջ ովքեր հազարամյակներով այդ պատմությունը գալիս է։ Այդ շնամիների կողմից է հաջողվել որոշ մասով այս ծերունների մեջ մտցնել իրար չեք ասի ավելի որոշ սերունդի որոշ ներկայացուցիչների մեջ այս ատելության հարցերը եւ դա ազդում է նաեւ ժողովրդի հայ բնակչության վրա որոնք արդեն որոշ մասով գիտելիքներ ունեն, գիտելիքների պակասություն ունեն։ Օրինակ, երբ որ քեզ անընդհատ կարոզում են, որ սա սենց է, դու վատն ես, դու այլ քրիստոնյա ես, դու զերքրիստոնյա ես։ Վրաստանում շատ ակտիվ տարածում են Բաղրամյան բատալյոն։ Այո, Բաղրամյան բատալյոնը, որը Հայաստանի հետ Ապրեն բնակվող հայերը ինքնապաշտպանվել են։ Խորանում նրա մեջ որ լիքը լսում որ այդ Բաղրամյանը ով է եղել, նույնիսկ չեն խորանում նման բաներ կա, ասում Բաղրամյանը կռվել է։ Այսինքն սենց ու իշխանությունների ակածանների արել շարունակել մեր երրորդ հանրապետությունի ղեկավարության իրանք երբ որ Շևարդնաձեի կողմից առաջարկվեց որ զորք մտցվի մեր հանրապետության առաջին նախագահ հրաժարվեց, ասես մեր եղբայրական ազգերը բացառված այդպիսի բան ունենք, որովհետև այսօրվա
Այս րոպեական շահը այսօրական շահ լավնի գայթակղվեն բան բայց վրացի ժողովուրդը բայց երբեք չի ների ուղղակի այդ հատվածները ասի ուրիշների նաև ուզում ասեմ Հայաստանի այն պետությունն է եղել մենք շատ ժամանակ շատ կարճ ժամանակում մոռացանք թե ինչ երկիր ենք եղել Հայաստանը երկիրն է եղել երբ որ Վրաստանի նախագահն էր ասում ինքը ուրիշտեղ չփախավ Թուրքիա չփախավ Ռուսաստան չփախավ Ամերիկա Գամսակուրտյան եկավ Հայաստանում իջևան փախավ իշխանական փոխսան Դրա մասին շատ չի խոսում եւ դրանից հետո հարաբերությունները չփչացան այդ երկրի հետ Վրաստանի հետ նայեք այսինքն ինչ երկիր ենք մենք եղել մենք այսօր ինչ ենք վերածվել այդ դրանից հետո այդ փառահեղ երկրից հետո մենք հիմա այսօր ինչի ենք վերածվել ու այս խեղճատակությունը ինչքան է շարունակվելու ու ոնց է հնարավոր որ հայը վերականգնի իր պատիվ իր արժանապատվությունը ինչ է հնարավոր ես այդ եմ ուզում Մեզ հարկավոր է դեպքները մեր ժողովրդի մեջ ավելի չէ ճավախահայության մասով չի ասի թե բավականին այս մարդիկ մեգա մի շրջապատի մեջ որ շփում են ապրում են իրանք ավելի կոմպակտ են այս թիվիզա հայության խնդիրը նա է որ իրենք ապրելով մի քանի 100 կիլոմետր Երևանից իրենք ծանոթ չեն Հայաստանին եւ իրենց ազգին իրենք չեն նույնիսկ ցանկություններ չեն ունենում իմանալ ով են իրենք ինչպիսին է հայ ազգը այդ դա է մեր խնդիրը դա չգիտեմ երևի էլի ուժեղ Հայաստանի շնորհիվ միգուցե դա պետք է լուծվի ու մի դիտարկում էլ անում որ հիմա դու տեսնում ես հիմա Facebook-ները թե մարդիկ հայերի մեծ մասը ինքը Instagram-յան էջերում եւ իրանց ինքը իսկում է պատմություններ Վրաստան այցերի մասին լինի Թբիլիսի լինի Բաթու մի փոքի հակառակը տեսերես որ Այս վերջերը միջակայքան այս վերջերը արդեն բայց հավետամատությամբ ասենք մի 50 անգամ օրինակ երևի տարբերությունը շատ հայերը Վրաստանի հայերը գործած հաճախին գալիս Թիֆլիսի հայերը Թիֆլիսի հայերը գալիս են նրան այսինքն բարձա կապ կա բարեկամական կապեր կան եւ այլը բայց ոնց որ թե մեկը ինչ որ մի sense գից կա իրանց մեջ որ այդ սերը չկա իրանք հոգեոր կապ չեն ընկալում Հայաստանի հետ բարեկամ ունեն կգնան եւ այլը բայց դա լավ ասեցի որ Բրատիկ էս վերջերը ես նկատում եմ բլոգերներ եւ այլը էս վերջերը արդեն հայտնվել են նրանք ովքեր առայն գային միջև գալիս էին ընդելի ու էլի եկեղեցիների թեմաներով էին շոշափում եւ այլը հակահայկական էին այո Ախտալան լորին եւ այլ բայց հիմա էս վերջերը արդեն հայտնվել են բրատիկ բլոգերներ ովքեր որ գալիս են նկարահանում են Դեսնունդի թեմաներ միշտերնում այսինքն անկապ չուչվելա եթե միջեր հաչապուրի որ ինչ որ մի հիմար կարար մի բան գրեր ասել ու այդ տարածքներում ամբողջ ազգը որոշելա ասում որ սա մերն է այսինքն հիմարությունների վրա ու որը միանշանակ է համոզված որ սա մեր հենց մեր ճշնամիների կողմից այս ամենը մտցվեց չկա լուրջ ձևով եւ այս թեթև բաները ազդում են մեր ավելի կարեւոր հենց հարցերի վրա, որոնք մենք չենք կարող հետո արդեն հաղթահարել։ Կտալու ընկալում է ստեղծում երկու ժողովուրդների մեջ միմյանց մասին ավելի մրցակցային կամ ինչ-որ բացասական երանգով։ Բայց իրականում դրա տակ բան չկա։ Բայց դեպքում պետք է ասում հանուն արդյոք գնահատել այն շահագրգիռ կողմերի ուժերը, որ իրանք կարողանում են անգամ այդ տարական մակարդակում, հա, ինչ-որ կլինի կենցաղային, անգամ եկեղեցական մի քիչ ավելի լուրջ է, բայց այդ սննդի հետ կապված կամ պատմական ինչ-որ թեմաների հետ կապված կարողանում են այն ամենափոքր հարցնել շատ լուրջ խնդրեմ սարքել, որը կարող է այսօր չի երևում կամ թվում է լավ, դա ինչ-որ մի հատ բլոգերա կամ չգիտեմ, ինչ-որ քննարկումներ անցնեն, բայց 5, 10, 20, 50 տարվա հեռանկարում դա ձևավորելու անկալում։ Սերունդներ են մեծանալու, ովքեր միմյանց մասին ունենալու են կարծիք նաև այդ թեզերի հիման վրա։ Կներես Լեոն ջան, բայց երբ որ նման բլոգերը ինչ որ հակա վրացական կամ հակահայկական վրացի բլոգերը կամ ինչ որ զուտ ինչ որ միանց կամ ինչ որ fake edge բանկցում է, դա ինքան դիտում հավաքում որ այսինքն ոնց որ մտածում ես ոնց որ մարդիկ ինտրիգաներ են ընտրում որ իրար ատեն այսինքն երբ որ լավ բան է արվում հայկական բարեկամ չէ ընդ թեմա պետք է լինի եկեղեցին որ սկսեն իրար դե էլի սա գալիս ապացուցելու են որ երկու ժողովուրդների մեջ կա իրար չճանաչելու եւ չհասկացվելու հետևանքով
այդ որոշակի զգուշավորության կամ բացասական ընկալում։ Հերիքա մի հատ թեթև կայից, մի հատ եկեղեցու թեմայով, մի հատ ինչ որ մեկ այլ կենցաղային թեմայով, ու միանգամից դա տարածվում է, դա պայթում է։ Այսինքն ստեղ ես եմ հասկացա, որ հայ ինքնությունը բարձր միակ տարբերակը, որ մեր պատմությունը, մեր անցած ճանապարհը ճշմարիտ ներկայացնելն է ու մեր մշակույթը ինչ որ ձևով օտարների ներկայացնելը կարող է հայը։ Եթե բան է գաղտնիության շղար մանիպուլյացիաների դաշտ է։ Այստեղ ես գիտես ինչ կուզեի նշել, որ տեսեք մենք խոսացինք, չէ, որ Հայաստանը եւ Իսրայելն են մի քիչ այդ առումով իրար նման, որ ավելի շատ այսպես ասած ավելի մեծ սփյուռք ունեն, քան բուն մարդիկ են ապրում տվյալ երկրում։ Երբ որ օրինակ Հայաստանի վարչապետը կամ շայլ իշխանության ղեկավարները գնում ու ասում են, որ հոբիտ ասած դուք Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրոպայի ինչ-որ X երկրի քաղաքացի եք ու մենք իրավական պարտավորություն չունենք ձեր առաջ։ Շուտ տեսականորեն թվում է թե հա, տրամաբանորեն ճիշտ է ասում, բայց դեպքում բայց ինչի է Իսրայելը օրինակ երբեք այդ թեզերը չի հնչեցնում։ Ես ուզում կամ ոչ թե համայնքից պետությունից համայնք կապի։ Հակառակ process-ն է։ Այստեղ ու հիմա գանք, տեսեք, եթե համայնքը կարևոր չլիներ, ու եթե այսօրվա այդ նարատիվները իրական լինեն, ապա Ադրբեջանը երբեք չէր պայքարի, որովհետև եթե մենք օրինակ այդ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, Ղարաբաղյան կոնֆլիկտը միշտ ասենք, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի, իրանք են ասել են դուք էլ սփյուռք ունեք։ Այսինքն հայկական սփյուռքը մոտարապես այնքան ռեսուրս է եղել, որ պարտադիր չի մենակ քանակով կամ ֆինանսով լինի։ Քաղաքական նույն ասենք ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում իրանք կարող են լուրջ քաղաքական որոշումների կայացման հետևում կանգնել 907 բանաձև, որ ասենք Ադրբեջանին զենք երկար տարիներ ԱՄՆ-ն չէր վաճառում, էլի հայկական լոբիի համայնքի իվական է, բան չի եղել է պետության քաղաքականություն։ Մենք կարող ենք համաձայնվել, որ եղել է շահերի համընկնում, այսինքն նույն ԱՄՆ նախագահները, ովքեր 1.5 միլիոն հայ բնակիչների ձայները ստանալու համար կխոսային, որ ցեղասպանությունն ենք ճանաչելու, չհամաձայն։ Ինքը սփյուռքը ահռելի մեծ իհարկե, բայց այդ սփյուռքը ամբողջությամբ կախված է Հայաստան պետության ուժեղությունից ու իր ռեսուրսների ներգրավումից։ Այսի պետք է երբեք չկարողանա։ Բայց սփյուռքը նաև կարողացել է համախմբվել լինի, երբ որ մենք անկախ եւ պայքար կարել է։ Դե ժամանակ եկեղեցին է, այսպես ասած առաջին պետության ֆունկցիան։ Կառույց պետք է, որովհետեւ ինքը իրան սեպարատ, ինքն իրանով ինքը տարբեր երկրներով ես չկա ղեկավարող մարմին, կազմակերպող մարմին, չի կարելի ուղղակի ինքը ասես սփյուռք այսքան հայտնի ինքը իրան ինքնակազմակերպ։ Հենց հնարավոր չէ։ Ինքը կազմակերպող է պետք ու պետական ծրագիր է։ Լուրջ հստակ մշակված պետական ծրագիր, որը որ ըստ երկրների պետք է կարողանա իրար։ Չէ, համաձայն եմ, բայց ամեն դեպքում էլի եթե վերադառնանք այդ սկզբնակետին, մենք հիմա դադարել ենք սփյուռքը գնահատել որպես գործոն, որպես այն ռեսուրսը, որի մասին խոսում ենք։ Իսրայելը երբեք դա չի արել։ Ու նաև օրինակ ԱՄՆ այս աջակցությունը Իսրայել պետությանը նաև իսրայելական լոբիի հետ է, այսինքն այսպես երկկողմանի կապ է, պետությունը աշխատում է իր սփյուռքի լոբիի հետ, որը տեղում աշխատում ԱՄՆ իշխանությունների հետ ու այդ այսպես պտուղները վերադառնում են, հա, այդ աշխատանքի։ Իսկ մենք ուղղակի ինչ-ինչ պատճառներով, լավ հիմա շատ չխորանանք, որոշել ենք, որ չէ, օրինակ տվյալ հայը Ռուսաստանի քաղաքացի, ԱՄՆ քաղաքացի, Ֆրանսիայի քաղաքացի, ինքը մեր հետ որևէ կապ չունի։ Ու մենք ուղղակի մսխում ենք այդ ռեսուրսը։ Մենք ուղղակի զրոյին ենք հավասարեցնում։ Բայց ես գիտեք ինչ թեմայի կուզեի նաև անդրադառնալ։ Մենք Վրաստանից շատ կարճ խոսեցինք, արդյոք հաշվառնու որ դու նաև Վրաստանից ես եւ Վրաստանի հայ համայնքի ղեկավարն ես եղել նախկինում։ Մենք շատ թրոցիկ ասենք, որ վրացիները քաղաքականապես ավելի հասուն են եղել։ Այ օրինակ ո՞նց է իրանց հաջողվում, տես եւ Թուրքիա եւ Ադրբեջանը ունենալար ռազմավարական հարաբերություն, այն դեպքում, որ իրանց պատմության մեջ էլ եղել են պատերազմներ, ընդհանուր միջև ասենք այսօր Վրաստանում նշվում է Թուրքիայի հետ Դիդգորի ճակատամարտում տարած հաղթանակը, այսինքն ո՞նց են իրանք կարողացել այդ այսպես թշնամանքը հակամարտությունը բերել խաղաղության դաշտ, բայց դա ամենակարևորը ոչ այն ճանապարհը, որ մենք ենք անում, որովհետև մենք գնացել ենք մոռացության, հա, ազգային ինքնության մոռացության ուղիով գնում ենք։ Իսկ իրենք կարողացել են եւ իրանց արժանապատվությունը պահեն, եւ հիշողությունը չմոռանան,
եւ կառուցել նորմալ հարաբերություններ։ Եվ նաև Ռուսաստանի այսօր էս Եվ նեւ հա, այսօր իրանք դեռ ունեն չլուծված կոնֆլիկտ Աբխազիայի Հարավային Օսիայի, բայց Ռուսաստանի հետ որոշ հարցերում ընդհանուր կարող ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանը։ ասի հիմնական հարց։ Դուք հիմա որ ասեցիք լավ հարաբերության վրա մեջ են միգուցե իշխանությունները նկատի ունենան, որովհետև եթե ժողովրդի մոմենտով մենք նայենք, ես չեմ համաձայնում դեռ, որովհետև Վրաստանում հակառուսական տրամադրությունները բավականին ավելի խորն են եւ լուրջ են, քան օրինակ Հայաստանում։ Հատկապես երիտասարդության շրջան, որովհետև դրա այդ ուղղությամբ երկար տարիներ շարունակ Սաակաշվիլի դած բավականին լուրջ աշխատանք է տարվել, որ հակառուսական տրամադրություններում դեպլյուս այս ամենին իհարկե պատճառ ունեն այդ պատերազմը, որը այսինքն այսքան մեծ երկար ժամանակ չի անցել դրանից եւ այսինքն այդ ծերունդները դա հիշում են եւ դա ստիրակվել են դպրոցում, դա ստիրակվել է հակառուսական կառուցությունը եւ այլն։ Եվ այսօրվա իշխանությունների քաղաքականությունը դա ավելի պետականամետ քաղաքականություն էմոցիոնալ առումով իրանք հակառուսական են, բայց ասում որ ճիշտ քաղաքականությունը ես չի ասում որ ռուսական քաղաքականություն է տանում, կամ որ ինքը ձևացնում է իր քաղաքականությունից որ իշա հրած պետությանը, այսինքն ինքը կարա եւ նաեւ կապ ունեն այսօրվա դրությամբ ինչ որ շնորհավորի կամ ցավակցի կամ գնա Պարսկաստան վարչապետը, բայց ինքը նաև ունի բավական լավ հարաբերություն Ամերիկայի հետ, այս վերջերն էլ հերախոսազրույց է ունեցել, այսինքն ոնց որ իրանք աշխատում են այն ուղղությամբ, որ երկու ինչ որ կողմի հետ ունենան նորմալ հարաբերություն։ Նույնը ստացվում է իրենց մոտ Թուրքիայի պարագայում։ Ես անգամ ուրիշ ձև կասեի, Վրաստանը այն ճիշտ ուղու մեջ է, որ փոքր պետությունները չեն կարող թշնամիներ ունենան։ Իրավունք չունեն։ Հա, իրանք շռայլություն պետք է իրենց արժանապատվությունը նաև ու իրանք փորձում են բոլոր իրենց թե հարևանների, թե ավելի հեռու գործընկերների հետ, հա, ասենք աշխարհագրորեն ավելի հեռու գտնվող գործընկերների հետ, ահել նորմալ հարաբերություններ, այո, սեփական պետության, ժողովրդի ազգի արժանապատվությունը պահելով, բայց նաև սեփական պետական շահը պահպանելով։ Ու վերադառնալով Կոստանդինային ավարտելով էլի գալիս ենք նրան, որ վրացիները բարձր իդեա ունեն, որ իրանք իրենց համարելով եվրոպական ազգ կամ իրանք մեծ ազգ, այսինքն իշխանական տոհմերի վերականգնող, իրանք փորձում են շարժվել։ Մեզ հիմա մի փոխար, հիմա մենք իդեան չի երիկում, որ ամբողջ ազգով փորձենք ոգևորվենք, որ մենք նույնիսկ այս ողբերգությունից հետո շանս կա վերականգնվել արժանապատվության վրա։ Եթե 15 թվականից հետո մենք կարողացել ենք պետություն կառուցել, ապա հիմա էլ եղած պետությունը գոնե պահել, պետք է փորձենք ու պետք է աշխատենք։ Դե բայց օրինակ քո ասածին հակադարձելով, վշտակցելով շարունակելով, որ հիմա հենց պետությունն է տանում այդ արժանապատվությունը, հիշողությունը ոչնչացնելու ու մեզ սպառողական հասարակարգ ձևավորելու ինստիտուտը, այսինքն մի բան ասեմ, այսինքն մեր մոտ որ չկալու են հենց որ այսինքն մենք համեմատում ենք Սամաչավետ Օսեթիայի, Աբխազիայի եւ այսինքն ցեղասպանության ուրացումը, որտեղ այսինքն վրացիներին այսօրվա դրությամբ մենք զուտ համեմատենք Ռուսաստան եւ Թուրքիայի պարագան, իրենք չեն մորթել, մեզ մորթել են եւ մենք կարանք ավելի համեմատեինք Ղարաբաղը եւ Աբխազիա-Օսեթիան։ Եվ այդտեղ էլ ասեմ, որ Վրաստանում շատ լավ էլի Ադրբեջանի կողմից այդ աշխատանքի հետևանքով եւ Թուրքիայի իհարկե վրաց հասարակության մեջ չի հաջողվել մեր կողմից, այսինքն հայկական թեզը տանել, որ այսինքն այն ժամանակ ինչպես մենք կարողացանք պատմական արդարություն բանել եւ վերադարձնել մեր պատմական հողը, այսինքն Արցախը, նույնպես վրացին պետք է այդ պատմական արդարությունը վերականգնի եւ վերադարձնի Աբխազիան եւ Սամաչավետ։ Մեր Վրաստանում ընկալվում է Արցախը որպես ադերբեջանական բան եւ այդ
այդտեղ է մեծ բաց թողումը միգուցե Այդտեղ դիվանագիտություն այո եւ նաեւ ինչու՞ չէ այնտեղի հայերի ես ինձ եմ դրանում մեղադրում, որովհետեւ մենք այդ շրջափակման օրերին էլ մեզ ճղում էինք արդեն վերջերս սկսում էինք փորձում էինք մարդկանց հասցնենք, որտեղ լրություն էր ներած վիճակ էր մեր հարևանությամբ, այսինքն Վրաստանի հարևանությամբ մի 300 կիլոմետր համարյա բանով, եթե Ադրբեջանի բանով նայեն, այսինքն այնտեղ մարդիկ սովից մեռնում էին եւ Վրաստանում ոչ մի լրատվականում, լրատվամիջոցներում լրություն էր եւ դա փորձում էին կերտեին Հայաստան այո այդ թեմայից չխոսային հա եւ այսինքն նաեւ այն էր որ այսինքն վրաց հասարակությունը դա անցալում էր որպես սեպարատիստական ինչ-որ ռեգիոն եւ դա ցավալիորեն կապում էր Աբխազիայի եւ զուգահեռներ էր տանում որ դա սիրտ այդքանով չէր ցավում դրա վրա եւ դա երևի ամենամեծ ցախողումն է մեր ընդհանուր Վրաստանի հետ հարաբերության մեջ Արցախի թեմայով մի հարցի շուրջ էլ ուզում եմ խոսել մենք շատ այնց բարձր հարցեր քննարկեցինք ոնց որ Լևոնն էլ ասաց մենք հիմա մեր խնդիրը վերացարկվելը չի մեր երկիրը ավելի հասկանալ են հողի վրա կատարվող իրադարձությունները մենք որ համեմատում ենք Վրաստանի հետ մենք մեզ այդ համեմատությունը շատ հետաքրքիր է վրացիների վրա ժողովրդի ունեցած զգացմունքները եւ վրաճո վերաբերմունքը իրանց սրբություններին, իրանց արժեքներին, իրանց կրոնին, իրանց եկեղեցուն, էդի ոնց է կատարում։ Իսկ միգուցե շան գլուխը թաքնված է նրանում, որ մենք այդ փառաբաներ չունենք, մեր այդ արժեքները, վեհությունը կարող է նույնիսկ դա չափազանցված ձևով, իսկ վրացիները իրանք կարողանում դրա համար են այնպես բարձր կարողացել պահել ամեն ինչը, կարող է այդտեղից պետք է սկսել։ Ընդ որում հավանականության այս թեմայով էդ էլ կա պատմական ոնց որ հարևանության մեջ միշտ կա որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք եղել, վրացիները միշտ նաև մեզ այսպես ասած տենց մրցակցության մեջ են մտել ուղղափառ տարբերությունները ու նաև բանը վրաց հոգևոր առաջնորդի թաղմանը մեր հոգևոր առաջնորդին չթողնելը դրանով ինչ վրացիները ոնց են տեսնում այդ ամեն ինչը իրանց համար էդի ինչ է կատարվում գիտեք այդ ժամանակ երբ որ Իլիա II-ը մահացավ լուրերը որ Գարեգի վեհապարին չթողեցին Վրաստան, այսինքն չթողի Վրաստանը Հայաստանից դուրս չթողեցին, բավականին լավ տարածվեց, բոլորը դա գրում էին եւ մարդիկ չէին հասկանում, որտեղ վրացու համար քրիստո, այսինքն վրաց հասարակությունը այնպիսի խորացած է այս քրիստոնեության մեջ իր հավատքի մեջ, իր համար դա անհասկանալի էր եւ կոմենտները որ կարծում ասում են ոնց, այսինքն ոնց կարա նման բան լինի։ Ես ձեզ ավելին ասեմ, երկրի իշխանությունները առնողի եւ շտողի հայերեն չթողնի, ասենք երկրից բացակայել գնալ հայվան երկրի։ Կան նաեւ որոշ դիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, որոնք իմիջիալոց ես կկապեի իրենց այսօրվա տեղի իշխանությունների հետևորդների են ակտիվ են հետևորդներին, որոնք ասում էին դե մի հատ էլ սենց վարչապետ մեզ ուղարկեք ստեղ Վրաստան, որ մեր սրբությունները, մեր եկեղեցին փրկի ազատի։ Էդի Դեպēc ենք մարգինալ ինձ թվում է։ Այո, էդի այն ժամանակվա այն ձեր Սահակաշվիլի ժամանակ է, որ ինքն էլ նույնպես սկսեց իր պատերազմը եկեղեցու դեմ, փորձեց փոխի այս եկեղեցում իր իշխանությունը դնի զուգահեռները։ Այո, միանշանակ ես այդ զուգահեռները տենում եմ, այն ժամանակ սկսվել էր պատերազմ եկեղեցու դեմ, Իլիա II-ի նկատմամբ այնքան կեղտ էր ուղղված, որ այսօրվան այն ինչը այսօր Հայաստանում է կատարում, դա հեչ է, դրա հետ համեմատելու չի։ Բայց Իլիան վրաց ժողովուրդը այնքան իմաստուն դուրս եկավ այս հարցում, որ իրենք ուղղակի թույլ չտվեցին։ Այնպիսի երթեր կատարվեց, անցկացվեց այդ ժամանակ եւ իրենց այո Իլիայի նկատմամբ այնպիսի աջակցություն ցուցաբերվեց, որ ուղղակի ցախողվեց այս ամենը։ Եվ այստեղ նույնպես եթե համեմատենք ես չեմ հասկանում ոնց կարա օրինակի համար
Այն որ հիշում եմ, շատ եմ զայրանում այն ժամանակ, երբ որ Սարդարապատ վեհապարին չէին թողում մուտքը։ Ես այն ժամանակ մի պահ պատկերացրեցի նման մի բան լիներ Վրաստանում, ժամեր կտևար կփոշիացնեին։ Չէր լինի, ուղղակի նենց հեղաշրջում կլիներ, որ այսինքն ոնց մեր սրբությանը, մեր մարդիկ ընդ կարան իրանց ֆանատիկ համարեն, որոշ մարդկանց եւ այլ ինչ, բայց մարդիկ ունեն արժանապատվություն եւ իրենց հավատքի մեջ իրենք շատ խորացած են։ Վերադարձանք էլի ինչ պատտվում են գալիս է արժանապատվությանը։ Այո, ազգային արժանապատվությանը, ինքնասիրությանը, եթե դա թույլ տվեցի, արդեն ամեն նաեւ այսօրվա իշխանությունները Վրաստանի, այսինքն իրենք հակառակը ամենցև փորձում են այդ ինստիտուտը բարձր պահեն եկեղեցու եւ ժողովրդի մեջ էլ իրենք դրանով են նաեւ իրենց առաջ մղում, ժողովրդի աչքի մեջ բարձրացնում, որ մենք մեր դարավոր մեր ամենահին ինստիտուտը պահում ենք։ Եվ այսինքն երբ որ տեսնում ես թե ինչ է կատարում հակառակ կողմը ստեղ Հայաստանում այդ ուղղությամբ, դե բայց օրինակ այդ զուգահեռները, որ անցկացրեցինք, մենք էլի ենք քննարկել Փաշինյանի ու Սաակաշվիլի նմանություն, հա, երկուսը տենց հեղափոխակ։ Դա որ նայում ես նույն բանով գնում փողոցով իշխանությունը, բայց այդ դեպքում ի՞նչն է հետաքրքիր, իրանք երկուսն էլ պարտվեցին եկեղեցու դեմ իրենց պայքարը։ Սաակաշվիլին ամբողջությամբ պարտվեց իշխանություն կորցրեց, Փաշինյանն էլ էս փուլում առնվազն հաջողության Սաակաշվիլին իշխանություն կորցրեց պատե բանի Օսեթիայի պատերազմից հետո հաջորդ ընտրություններում։ Հետո չգիտեմ ինչքանով դա կարա զուգահեռ տենց բան լինի, բայց այսինքն բայց հատկապես հենց այդ երկրորդ իր իշխանությունը 2008-ից 12-ին ինքը իշխանությունը կորցրեց, նաև որովհետև մինչ այդ սկսել էր եկեղեցու դեմ արշավը։ Այո, այսինքն դա շատ ծանր արժեք է։ Ես հենց այդ զուգահեռություն եթե տանենք, միգուցե ավելի բան նոտայով վերջացնենք, որ էլի քրիստոնեաբար վերջացնենք էլի նավալերան վրա նոյի նավի խորհրդով, որ մեր վերածննդի համար ու Աստծո օգնությամբ ինձ թվում է մեր ժողովուրդն էլ հավատի կգա ու այն մարդիկ, ովքեր որ մեր ինքնությունը փորձում են ոչնչացնել, իրենք իրենցով կոչնչանան։ Այո, տարբերակ չկա, դա եթե չեղավ, ուղղակի նաև Արամ Մանուկյանն էլ ինքն իր կյանքով իր կյանքի գնով, ուղղակի մարդիկ են պետք, որոնք որ չվախենան պայքարից։ Այո։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Ես էլ մերսի այսօրվա համար։ Ես եմ շնորհակալ, շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Հաջողություն։